Վերադառնալով պարբերական հիվանդությանը, կուզենայի հարցնել խառնամուծությունների պարագայում պարբերական հիվանդությունը ավելի հավանականություն կա, որ ավելի հաճախ, ավելի շուտ գուցե փոխանցվի, ավելի շատ արտահայտվի, որովհետև նման կարծրատիպ ևս կա, որ խառնամուծությունների պարագայում գենետիկ հիվանդությունները ավելի շուտ են գլուխ բարձրացնում։ Պարբերականից սկսենք հետո։ Մենք ամեն օր հանդիպում ենք այդ նույն հարցին հանդիպում ենք, որովհետև շատերը հարց են տալիս կամ դիագնոզվելուց հետո, պարբերական հիվանդությունը հաստատվելուց հետո, ասում են հիմա իմ երեխան պետք է անպայման ուրիշ ազգի աղջկա հետ ամուսնանա կամ իմ աղջիկը ուրիշ ազգի տղայի հետ ամուսնանա, հարց եմ տալի ինչու։ Որտեղ որ պարբերականը չլինի իր մոտ։ Կապ չունի։ Մենք չգիտենք նույն օրինակ վերցնենք եթե ռուս ազգից է, մենք չգիտենք այդ աղջիկը կամ այդ տղան իր մեջ իր գենոֆոնդում ինչա բերելու իր հետ, որովհետև 7 սերունդի մեջ գրային այդ գեներից մեկը ժառանգած լինի ու նույն պատմության կրկնություն լինի կամ երկու գենակիր իրար հանդիպեն կամ ավելի վատ հիվանդությանի հետ կա, ուրիշ, այսօր այդ մի քիչ սխալ մոտեցում է։